Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արմաթ հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, արցախյան կոլորիտը։ Արմաթ, քանզի եթե մենք կորցնենք անցյալը, հիշողությունը, ապա կկորցնենք նաև ներկան եւ ապագան։ Այսօրով մեր հաղորդման հիմնական թեման լինելու է արցախյան ավանդական ուտեստը։ Մեր հյուրն է ազգագրագետ Ռուզաննա Ծատարյանը։ Բարև ձեզ Տիկին Ծատուրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեր 2011 թվականին տպագրված աշխատանքում մի շատ հետաքրքիր նախադասություն կա, ուտեստը էթնոպահպան գործառույթ ունի եւ նաեւ ցանկացած էթնոսի անձնագիրն է։ Խնդրեմ մի քիչ այդ թեմայի շուրջ ներկայացրենք հեռուստադիտողին, թե դա ինչ է նշանակում։ Շատ ավելի պատկերավոր մեկնաբանություններ եւ համարը ասացվածքի նման գիտական տեքստեր կան, թե ինչ է ուտեստը, եւ դրա էությունը կայանում է նրանում, որ շատ բարձ մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Մյուս կողմից էլ դրա հակառակն էլ կա, մենք ուտում ենք այն, ինչ ենք։ Միշտ դա մեզ հետ կապված, մեր ինքնության հետ կապված ընտրություն է եւ դրա միջոցով նախ ցանկացած խումբ, հանրույթ, կլինի էթնիկ, կլինի կրոնական, կլինի գյուղական, կլինի քաղաքային, կառուցում է իր ինքնությունը։ Ուտեստի մեջ ամփոփված է տվյալ խմբի անցյալը, բայց ոչ միայն պատմական իմաստով, շատ պրակտիկ մասնիկներից կազմված, այսինքն հողի, ջրի, կլիմայի, այդ ամբողջը, որը գիտության մեջ այսօր մի բառ կա, դրան ասում են տերուար, որը ավելի շատ մենք գինու հետ ենք լսել, ինչ է սա նշանակում, այսինքն կլիմայի, բնական պայմանների եւ սովորույթների ամբողջությունը։ Այսինքն միայն տվյալ հողի վրա ապրելը կամ տվյալ կլիմայական դաշտում ապրելը չի կարող ապահովել քո ուտեստը եւ միայն դա չի նկարագրիչը։ Նաեւ այն սովորույթները, որոնք ժամանակի ընթացքում ձևավորվում են եւ փոխանցվում են սերնդեսերունդ։ Այդ իմաստով որևէ մշակույթը ավելի մեզ շոշափելի, ավելի տեսանելի, ավելի զգայական մենք կարող ենք հասկանալ խոհանոցի միջոցով եւ խոհանոցային ավանդույթների միջոցով։ Մենք հիմա էլ երբ որ ուզում ենք մեր որևէ մշակույթի մասին խոսել, մենք դա հիշում ենք կամ դրա համերի միջոցով, կամ բույրերի միջոցով, կամ այն փորձառությունների միջոցով, որ մենք ունեցել ենք խոհանոցի կամ ուտելիքի կամ կերակուրների շնորհիվ։ 2020 թվականից դուք մանրամասն զբաղվել եք արցախյան ավանդական ուտեստի առանձնահատկությունները վերհանելով։ Ընդհանուր համահայկական ավանդական ուտեստի հետ նմանությունները եւ առանձնահատկությունները եւ որն էր նաեւ ձեզ համար նորությունը։ Այո, 2020 թվականից ինձ համար շատ կարևոր էր հասկանալ, թե այդ թվացյալ հասկանալի թվացող միջավայրում, որը սովորաբար կանացի միջավայր է եւ ավելի անտեսանելի միջավայր է, ավելի քիչ քննարկվող միջավայր է, ինչպես է տեղահանությունը ազդում խոհանոցի խոհանոցային ավանդույթների վրա եւ դա էր պատճառը, որ տեղահանությունից անմիջապես հետո ես սկսեցի ավելի ուշադիր եւ զգոն հայացքով նայել խոհանոցային ավանդույթների փոփոխությանը եւ ինչը ինձ համար բացահայտեցի, որ Արցախի խոհանոցը համահայկական խոհանոցի մեջ երևի թե ամենազգացմունքայինն է, սա կարող է շատ տենց վերամբար ծածական թվալ, բայց սովորաբար մեր տարբեր ռեգիոնների խոհանոցները ավելի շատ պրակտիկության, տվյալ բնակնիմայական միջավայրին հարմարվելու, ինչ որ իմաստով քիչ նյութական ռեսուրսներով հիմնական սնունդ ապահովելու մասին էին, իսկ Արցախի խոհանոցում
այդ գույները շատ են եւ համերը նկարագրող բառերը շատ են, ինչը շատ զգացմունքային է դարձնում այդ խոհանոցը, թթվաշ, դառը, կծու, քաղցր, այս բոլոր համային բազմազանությունները միշտ չի, որ մենք ավանդական խոհանոցի հետ կապված նկարագրություններում ունենք։ Եվ մյուսը, որ ինձ շատ գրավիչ է թվում, դա այսօր խոհարարական բարձր արվեստում կա այդ անհամադրելի թվացող համերի կատարյալ համադրությունը, ինձ շատ գրավում է Արցախի խոհանոցում այդ թվացյալ անհամադրելի համերի եւ գույների այնքան նրբորեն համադրումը, որ դա վերածվում է խոհարարական արվեստի, որպես օրինակ, որ ավելի պատկերավոր լինի, օրինակ հունաթթուն, որը հոնի ջրերից պատրաստված ապուր է, գրեմ ապուր ժամանակակից խոհարարական տրամաբանությամբ, եթե ասենք, եւ եթե պատկերացնենք հոնի գույնը, որը կարմիր է, ինքը ստացվում է առանց այնը շատ գեղեցիկ գունավոր ապուր, եւ պատկերացրեք դրա վրա անգամ ավանդական տեքստերն են ազգագրական նկարագրում, որ ավելացնում էին թթի դոշապ կամ այդ խիտ օշարակը, որը մուգ դարչնագույն էր արդեն եւ քաղցր էր, այսինքն թթվաշ հոնը եւ կարմիր եւ այս մուգ դարչնագույն քաղցրահյութը պատկերացրեք համարյա խոհարարական գլուխգործոց են ստեղծում ամենօրյա ավանդական եւ քիչ տեսանելի խոհանոցներում, սա էր ինձ համար գլխավոր բանը եւ մյուսը այդ բնության հետ եւ լանդշաֆտի հետ շատ խորը կապվածությունը, որի վկայությունն է հենց Արցախյան խոհանոցի այցեքարտ համարվող Ժենգյալով հացը, որը այսօր այնքան է փոփոխվել տեղահանության արդյունքում, բաղադրությունն է փոխվել, չափն է փոխվել, առիթներն են պակասել եւ այն ուրախությունը այլևս միգուցե չի բերում ինչ ավանդական միջավայրում, բայց երբ որ այդ պատմություններով լսում էի, թե յուրաքանչյուրը ինչքան լավ գիտեր իր գյուղի տարածքը, սարերը, դաշտերը, ստվերոտ տեղը, արևոտ տեղը, որ կանաչին որտեղից կարելի է հավաքել, երբ կարելի է հավաքել, անգամ ինչ եղանակին կարելի է հավաքել, այս բոլորը ապշեցուցիչ մանրամասներ են տվյալ տարածքի հետ երկարատև կապի եւ երկարատև կապի արդյունքում ձևավորված սովորույթների։ Ես այդպես պատկերավոր հիշում եմ Հադրութի շրջանի գյուղերում մի բույս կար, որով իրենք ապուր են պատրաստում, կաճապը, որը Արցախի մյուս տարածքներում այդքան էլ շատ տարածված չի։ Վարանդայում էլ կա։ Դա եթե ինչ-որ բուսաբանորեն հասկանալ դարձնենք, նվիկն է կարծես, նվիկ բույսն է եւ երբ որ փորձում էի հասկանալ դրա հավաքչության տրամաբանությունը, ռիթմը եւ ժամկետները, ինձ անդադ ասում էին դե որ որոտը տալիս է, ուրեմն գարնան առաջին որոտը ամպի որոտը, երբ որ լինում է, նոր հասկանում եմ, որ սա հավաքելու ժամկետն է, բայց սա ընդհանուր չի, չէ, տեղահանությունից հետո պատկերացնում եք ինչքան տարբեր տեղեր են մարդիկ տեղաբաշխվել հիմա Հայաստանի տարբեր տեղերում, եւ որոտը չէ, որ նույն տեղերում, նույն ժամկետում երբեք չի լինում, այսինքն այս կապը արդեն կորում է, եւ այդ բույսի գիտելիքն է կորում, տարածքն է կորում, հավաքելու ժամկետն է կորում եւ սովորույթն է կորում։ Ձեր հարցազրույցներից մեկում նշեցիք նաև, որ մի տարբերություն, որը չկար մեր մյուս մշակութային արեալներում, ազգագրական շրջաններում, դա կապված էր էլի հոնի ջրի հետ։ Եվ դրանից բացի ուրիշ ինչ կար, ասենք, Արցախի խոհանոցում, ինչը չկա մյուս մեր մշակութային արեալների ավանդական ուտեստում։ Բանջարեղենի առատությունը եւ տարբեր վիճակներում գործածելը։ Օրինակ, եթե նայենք, բայց որոշ բաներ հիմա որ ասեմ, դրանք կկրկնվեն միգուցե Սյունիքի Ղափանի շրջանի գյուղերի հետ, որոշները Գորիսի գյուղերի հետ, որոշները Սյունիքի ավելի լայն տարածքի հետ, որոշները միգուցե Տավուշի հետ, բայց այդպես ամբողջական ձևով ինձ զարմացրել էր օրինակ կանաչ դդումի գործածությունը, Հայաստանի շատ շրջաններում դդումը կանաչ վիճակում չեն օգտագործում, միգուցե Սյունիքի որոշ տեղերում եւ
նաև բանջարեղենը մինչև վերջին շունչը օգտագործելու այդ Արցախյան խոհանոցի ձգտում, այսինքն օրինակ լոբին կանաչ վիճակում դալար կօգտագործեին, հետո կչորացնեին, հետո մինչև չորանալը, երբ որ դեռ պատյանը կանաչ էր, բայց սերմերն արդեն բավականաչափ հասունացած էին, այդ դր լոբի կամ մի քիչ հասունացած լոբին, սա էլ կհավաքվեր եւ այդ պահին գոյություն ունեցող այդ պահին արկա մյուս բանջարեղենի հետ կդառնար մի հիասքանչ կերակուր, օրինակ այդ հասունացած լոբին, միգուցե մի քիչ դեռ հասունացած որևէ բանջարեղեն, լոլիկը, որը դեռ կարմրաթուշ էր, բայց դեռևս լրիվ չէր կարմրել, եւ ինչ ամենաշատներին շատ գեղեցիկ թվում, թեպետ ես ցավոք Արցախում դա չեմ տեսել իր իրական տանը պատրաստված վիճակում, այլ միայն պատմություններում, երբ որ այդ աշնան վերջին, երբ որ այդ լոբին էր հասունանում այդքան, նաեւ կիսահաս մոշը, որը թթվաշ էր եւ ավելացնում էին այս լոբու հետ կերակուրին, պատկերացնում եք այդ գույների համադրությունը, համերի համադրությունը, ինձ մի զարմացնում էր այդ Արցախյան խոհանոցի ինգրեդիենտը մինչև վերջ օգտագործելու այդ նրբանկատությունը, որը մենք տեսնում ենք նաեւ թթուներ պատրաստելու սովորույթում։ Եթե հայկական տարբեր մարզերում Հայաստանի մենք կտեսնենք հիմնական ընտրանի բաղադրիչների, ասենք կաղամբ, լոլիկ եւ այլն վարունգ, Արցախյան խոհանոցում այդ աղիտրածը շատ ավելի բազմազան տեսականի ուներ, որը գալիս էր այդ բնականորեն բերքահավաքի վերջում մնացածը պահեստավորելու մտադրությամբ, որ ոչ մի բան չէր կարելի վատնել, լոբին, կիսակարմրած լոլիկները, այս բոլորը պիտի հավաքվեր եւ դառնար մեկ էլ ձմեռվա պահեստ։ Մյուս բանը, որին շատ գրավիչ էր թվում Արցախյան խոհանոցում, դա համեմունքի նրբությունն էր, որ ուտելիքը միայն բավարար չէր կշտանալու համար, հագենալու համար, այն նաև պիտի այդ նուրբ համը ունենար եւ ինձ այդ իմաստով շատ գրավիչ եւ յուրատեսակ էր թվում փորը լցոնած հավը, որը շատ էլի խոհարարական բարձրարվեստ մի ստեղծագործություն է, երբ որ տարբեր հոնիչիր ընդ որում որ ասում ենք, ես ուզում եմ որ մեր հեռուստադիտողներ պատկերացնեն, որ դա կորիզահան արված հոնիչիրն է, որը Հայաստանում մենք այդքան հաճախ չենք տեսնում եւ որոշ իմաստով շատ քիչ պատրաստում էին Գորիսում եւ Սյունիքում, բայց համատարած չէր, բայց Արցախյան խոհանոցում այն համընդհանուր կիրառություն ունի։ Եվ հիմա այդ բրինձը կամ ինչ որ բրինձը համեմում էին հոնի ջրով առատ եւ սալորի կորիզահան արված ջրով, որը նաեւ ինչ որ հատուկ տեղական սորտի սալոր էր եւ Հայաստան տեղափոխվելով փորձում են գտնել այդ սալորի տեսակը որն է, որ նորից կարողանան պատրաստել եւ լցոնում էին հավը եւ դա իրար հետ էփում նոր մատուցում սեղանին, այսինքն սա լրացուցիչ խոհարարական գործողություններ են, որ սովորաբար ավանդական խոհանոցում քիչ է պատահում։ Սա քաղաքային մշակույթի ավելի բարձր մշակույթի արդյունք է, ավանդական խոհանոցը կենթադրեր օրինակ խաշացավ եւ որևէ հատիկա եղեն, բայց այս երկուսի համադրությունը արդեն խոհարարական արվեստի դրսևորում է եւ Արցախյան խոհանոցում շատ են այդպիսի ուտեստները, որոնք պարզ հագեցման մասին չեն, այլ հենց այդ տարբեր բարդ համադրությունների, ինչը խոսում է առատության մասին, բնության շռայլության մասին եւ քիմքի ճաշակի մասին։ Սա շատ կարևոր հատկանիշ է, որ ես անդադ ուզում եմ Արցախի խոհանոցի մասին այդ ուղերձը ունենալ, մի բան է դու ունենաս ամենօրյա ուտեստ, որ ուղղակի ուտես հագենաս եւ ավանդական խոհանոցի տրամաբանություն թամպես ամենտեղ էլ դա է եղել եւ տարբերվող ուտեստները եղել են միայն հատուկ տոնական օրերին, բայց որ առօրյա կյանքում դու ունենաս օրինակ, հա, նույն ժենգյալով հացը, ոչ թե մեկ կանաչի միջուկով պատրաստված հաց, ինչը շատ տրամաբանական կլիներ, հատկապես նյութական սղություն ունեցող ավանդական կյանքի համար, հա, այլ միանգամից բազմաթիվ կանաչեղենի համադրությամբ պատրաստված հաց։ Ընդ որում այնպես լիներ, որ անպայման թթվաշը պարտադիր լիներ, հետը ինչ որ
սումախեր միտեղ որոշ տեղերում դա կարող է լինել պատկերացնեք ինչ նուրբ խոհանոցային քիմք պիտի ունենալ, որ որոշել, որ ծորենին թթվաշ հատապտուղներ են, դա փշրելով, չորացնելով եւ թթվաշ համեմունք դարձնելով կարելի ավելացնել ժենգյալով հացին եւ ունենալ այդ կանաչի հետ նաեւ այդ կարմիր գեղեցիկ գույնը կամ նույն հոնիչիրն ավելացնել կամ անպայման այնպես անել, որ բազմաթիվ կանաչիների համադրություն լինի։ Սա պարզ հագեցման տեխնիկա չի, ավանդական մշակույթին տարբերվող, այլ համային շատ բազմազանություն ենթադրող, ճաշակ ենթադրող, քիմքի ճաշակ եւ առատություն ենթադրող կամ դրա մասին պատմող խոհանոց է։ Մեր 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի բանահավաքները, ազգագրագետները նշում էին համընդհանուր ծիսական տոնական ուտեստի մասին, որը բնորոշ էր բոլոր գրեթե բոլոր մեր պատմազգագրական շրջաններին, այդ թվում նաև Արցախին։ Դուք նկատել եք որևէ տոնական ուտեստում Արցախի որևէ առանձնահատկություն։ Խորովածը, որը հիմա եթե ասում ենք շատ տրիվիալ կամ սովորականացնում է այդ process-ը, բայց ես ուզում եմ նաև այստեղ կանգ առնենք ու հասկանանք, որ եթե համահայկական իմաստով խոզի մսից խորովածը հայկական միջավայրում շատ ավելի ուշ է այսքան տարածված դարձել, որովհետև եթե հայկական որոշ միջավայրեր մինչև գոնե 19-րդ դարի վերջը ապրում էին մի մասը իսլամի օրենքներով առաջնորդվող տարածքներում եւ խոզի մսի գործածումը նույնքան հեշտ, հանգիստ եւ սովորական չէր, իսկ Արևելյան Հայաստանի մասերը, այդ թվում Արցախը, ավելի շուտ են ունեցել հնարավորություն խոզաբուծությամբ զբաղվելու եւ անտառային պայմանները նպաստավոր են եղել նաեւ մսի որակի եւ դրա գործածման նրբանկատություն ձևավորելու համար եւ արցախցիները մինչեւ հիմա կարոտում են այդ խորովածը, որը ինքն իրենով որպես խոհարարական ծես այնքան ամբողջական էր, որ անգամ չէր ենթադրում համեմունք։ Ընդ որում խոհարարական աշխարհում մսի հետ աշխատելու այդ կանոնը, որ միսը ինքն իրենով պիտի այն որակն ունենա, որ ենթադրի այդ պատրաստման հմտությունը, ոչ թե համեմունքներով իրեն խեղդելու հնարավորությունը։ Եվ այդ խորովածի հետ բերված ուրախությունը, որտեվ հայկական բոլոր շրջաններում չի, որ ուրախությունը միշտ ուզում են արտահայտել բաց կրակի վրա եփվող խորովածով։ Սա նաև սոցիալական կապերի մասին էր։ Այսինքն որևէ առիթ, ցանկացած առիթ, որը բերում էր իրար հետ լինելու հնարավորություն, պիտի խորոված այդտեղ լիներ, որը իր հետ մեխանիկորեն բերում էր ուրախություն, բերում էր կենացներ, բերում էր սոցիալական կապերի ամրապնդվածություն եւ Արցախյան խոհանոցում այդ իրար հետ նշելու առիթները, դրանց պարտադիր լինելը։ Ես հիմա մարդկանց հետ ինչքան խոսում եմ տեղահանությունից հետո, իրենք կարոտում են իրար հետ լինելը, որը միշտ հիշում են որևէ ուտեստի շուրջ։ Կուրկուտ կսարքեին, իրար գլխի կհավաքվեին, ժենգյալով հաց կսարքեին, իրար գլխի կհավաքվեին։ Միշտ պատմում եմ, որ հնարավոր չէր մեկը իր տանը ժենգյալով հաց սարքեր եւ մենակ իր համար նստեր ուտեր որպես կերակուր։ Հարևանին պիտի կանչեր, բաժաներ, ընկերներ, իր մեծ ընտանիքի, ասենք, տատիկներ սարքում աղջիկներին, տղաներին, թոռներին, բոլորին կամ բաժաներ կամ լուրտար, որ այդպիսի բան կա, կամ փախլավան, որ էլի դժվար էր պատրաստել, այսօր մեզ թվում է դա թանկարժեք է, որովհետև շատ ընկույզ է պահանջում իր մեջ, իր բաղադրիչները թանկարժեք են, բայց Արցախյան խոհանոցում, քանի որ բնությունը իրենց ձեռքի տակ է եղել եւ ընկույզ շատ սովորական մի բաղադրիչ է համարվել, չեն դժվարացել մարդիկ այդ ճոխությունը եւ տոնականությունը անդադ ցույց տալ։ Եվ տոնական ուտեստում միգուցե հատուկ ուտելիք դժվարանամ առանձնացնել այդ նույն լցոնած հավը, որը շատ առիթների անպայման լինում էր, խորովածը, կուրկուտը, որը փոխել էր իր նշանակությունը, կուրկուտը ավանդական շրջանում հիմնականում պատրաստվել էր որպես հոգեհացի կերակուր, հոգեհացի ուտելիքը եւս իր մեջ պիտի այդ կյանքի մահի խնդիրը լուծեր եւ եթե
հատիկեր, ցորեներ, սերմեր, ինքը ոնց որ սիմվոլիկ համարվում էր էլի կյանքի հաղթանակը մահի նկատմամբ, բայց այնքան սիրված ուտեստ էր դա, որ աստիճանաբար իր սոցիալական նշանակությունը փոխել էր եւ դարձել էր նաեւ հավաքույցների առիթ, իրար գլխի հավաքվելու առիթ եւ ինչքան ես տեսնում եմ Հայաստանում շատ դուժել է նաև տեղահանությունից հետո այդ մշակույթը, շատ քիչ տեղերում հնարավոր է արդեն, որ կարողանան դա ճաշակել եւ ի վերջո այստեղ կարևորը անգամ այն չի, որ ուտելիքը ինքը լինի, այլ են մթնոլորտը, որը բերում էր այդ ուտեստը, երբ որ պատրաստվում էր։ Միգուցե այսօր էլի հնարավոր է որևէ ցորենի եւ խոզի մսի համադրությամբ ստանալ կուրկուտ, բայց ես գիտեմ, որ արցախցիները կարոտում են այն միջավայրը, երբ որ իրենք իրար հետ էին եւ տանն էին եւ ամբողջական էին եւ իրենք էին։ Վերջին հարցը այդ ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրատալը այս նոր միջավայրում տեղանությունից հետո ինչ քայլերով պետք է կարողանանք պահպանել եւ փոխանցել սերունդներին։ Շատ դժվար անելիք է դա, որովհետև ոչ նյութական մշակութային ժառանգությունը իր տարածքում, իր միջավայրում ստեղծված եւ սերնդե-սերունդ փոխանցվող այդ բնական բանավոր ժառանգությունն է ցանկացած հանրույթի։ Տեղահանությունը միշտ շատ վնասում է, աղճատում է, ավերում է այդ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Թվում է, թե այսօր օրինակ ավելի հասկանալի ասենք ժենգյալով հացին վտանգ չի սպառնում, հա, որովհետև միգուցե ավելի տեսանելի է դարձել, անգամ Երևանի տարբեր անկյուններում մենք կարող ենք գնել, ինչը միգուցե մինչև տեղահանությունը այդպիսի առիթներ չկային, բայց սա չի նշանակում, որ ժենգյալով հաց պատրաստելու ավանդույթը կենսունակ է եւ շարունակվում է, որտեղ կորում են հավաքչության ավանդույթները, տվյալ տարածքի սարերի, ձորերի, դաշտերի հետ կապը, այս բույսերի տեղական անվանումների բազմազանությունը եւ ամենակարևորը, ինչը ուտեստի մասին է, սոցիալական միջավայրը, այսինքն ով էր պատրաստում, ում համար էր պատրաստում, ինչ առիթներով էր պատրաստում եւ այստեղ հիմնական պատասխանատվությունը դարձյալ պիտի ընկնի կանանց ուսերին եւ շատ խնդրենք իրենց, որ իրենց համար դժվար, անասելի ծանր, միգուցե հոգսերով, տխրությամբ լցված միջավայրերում իրենք առայժմ փորձեն այդ մշակույթի պարտականությունը առաջ տանել եւ իրենց սովորույթի ուժով պատրաստված ուտելիքները անընդհատ շարունակեն պատրաստել, պատմեն իրենց երեխաներին, շատ պատմեն դրա մասին հանրային, գրեն դրա մասին, գրեն իրենց հիշողությունները, գրեն իրենց ամենամանրակրկիտ գյուղատնտեսական զբաղմունքները, ինչպես էին մշակում, որ ստացվում էր այդ որակը։ Եթե ունեն որևէ տեսակի սերմեր, շարունակեն դրանց տեղանացումը եւ շարունակությունը, քանի դեռ այս առօրյա դժվարությունների, ավելի կենսական դժվարությունների մեջ չի մոռացվել, որտեվ ես գիտեմ, որ հետո, երբ որ մի քիչ արդեն ուժ ունենան, տրամադրություն ունենան այս հարցերի մասին մտածելու, վտանգը մեծ է, որ այն արդեն այնքան անհետացած ու մոռացված կլինի, որ էլ չենք կարող անդրադառնալ։ Եվ դրա դերը հիմնական դրա կրողները, Արցախի մարդիկ, ովքեր սովորույթներ դա, այդ ոչ նյութական մշակութային ժառանգություն խոհանոցը, ամեն օր եփեն ժառանգությունը իրենց խոհանոցներում։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, Արմատ հաղորդաշարը կարող եք դիտել Երկիր մեդիա հեռուստաընկերության YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Բարին ձեզ, կհանդիպենք։